Տան կնիկը որ կա, նրա ասմա մի ձեռը գողա։ Էլի ոնց ուզում ալի իր ձեռի հետ գնում առևտուրի, մի բան պակաս առնում, ասում ես էլ պահենք լա էքուց մյուս օրը, ինչ իմանաս էքուց ինչ օր կլի։ 82-ամյա Վազգեն պապը իր կնոջ Հասմիկի հետ միայնակ է ապրում։ Ունեն 3 դուստր, սակայն բոլորը վաղուց ընտանիք են կազմել ու առանձին են ապրում։ Պապը երկար տարիներ աշխատել է որպես էլեկտրափականագործ։ Պատմում է, որ աշխատելու տարիներին կարողանում էր ահագին գումար խնայել։ Այժմ էլ, ինչպես ինքն է ասում, քչից էլ քիչ են խնայում։ 280,000 ստանում ենք։ Մենակ 1000-ի անունն է բացրը։ Այնտի գոլ չկա։ Տան ֆինանսները վստահված են Հասմիկ տատին, քանի որ նա խնայելու հատկություն ունի եւ ավելի լավ գիտի փողը տնօրինելու ճիշտ ձևը։ Որ թոշակն ստանում եմ առաջին պետական պարտքերը տալիս եմ պրսնում, որ ասեմ պարտք չունենամ։ Բերում եմ, մնացած մեր ամսվա ամեն ինչ առնեմ, որ պակասություն չկաշեմ։ Մնացած փողը քիչ-քիչ, մի հատ ղոնախագալի, մի հատ միտեղ են գնում, բան ձեռներիս լմա։ Մեմ 1000 մայթ էլ դենն եմ դնում, ասում եկուց կարող է փող չունենանք, էլ գնանք ոչուրշի հարևանի դուրն գնանք, ես մայոլա գնանք։ Խնայողություն անել արտահայտությունը շատերս հաճախ լսում ենք մեր մեծերից։ Խորհրդային ժամանակներում շատերն իրենց խնայողությունները բանկերում են պահել, սակայն նրանցից ոչ բոլորն են կարողացել դրանք հետ ստանալ։ Դու այդքան չի լում, որ կարողանամ ես խնայեմ եկուց վայել օրվա համար մտածեմ։ 2 կոպեկ փող էլ բանկում ունենք, էլ չտվին, որտեղից թոշակն ինչա որ թոշակով յոլա գնաս։ Այսօրվա մեր երիտասարդությունը ընդհանրապես բոլոր աշխատավոր մարդիկ են, ովքեր ինչ որտեղից եկամուտ ունեն, ուղղակի հնարավորություն չունեն խնայողություններ անել, որովհետև չի բավարարում իրենց աշխատավարձը, նույնիսկ կարելի ասել տնային հոգսերին։ Այլ եմ ասենք փողը, ասել եմ թող մնա, էս ինչ բան անենք, ասենք երեխեքի համար։ Մտամալը մա որ վաղ մատին դնի մայ բալա։ 2006 թվականի մայիսից սկսվել է ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված թոշակառուների ավանդների փոխհատուցման նպատակով հաշվառման գործընթաց։ Սոցիալական ծառայությունների Թումանյանի տարածքային գործակալություն ավանդների փոխհատուցման նպատակով 1200 մարդ է դիմել, որոնցից 1050-ը ըստ գործակալության պետ Արմեն Գևորգյանի արդեն փոխհատուցում է ստացել։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 65-ամյակի առթիվ առաջնահերթությունը տրվել է պատերազմի վետերաններին։ Այժմ ընթացքի մեջ է ընտանեկան նպաստի համակարգում գրանցված թոշակառուների փոխհատուցման գործընթացը։ Լուսինե Փարսադանյան, Արմեն Հովսեփյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։